Արդեի աղոթում ու մի բան հասկացա, որ առանց Քրիստոսի կյանք չկա։ Ու առանց Քրիստոսի մենք ոչինչ չենք կարող անել։ Դրա համար ես հավատում եմ, որ Աստված իր մեծ սիրով կլցնի քո սիրտը, հալելույա։ Եթե իհարկե դու այսօր բացես քո սիրտը Տիրոջ առջև, Տերը կլցնի քո սիրտը, իր ուրախությունը վեր դու կհասկանաս այն կյանքը, որ Տերը բերել է մեր մեջ, հալելույա, ամեն։ Գիտեք, շատ ժամանակ մարդը Սատանան այնքան խաբեց մարդուն, որ մարդը մտածեց, որ ինքն է որ կա։ Էլ իրանից, իր առաջ ոչ հետ, ոչ մեկը չկա, ինքն է որ կա, ու հենց ստեղից էլ բարձրացավ մասով մարդու եսը, հպարտությունը, աննազանդությունը, ու սատանայի ծրագրերը սկսեցին իրագործվել մարդկանց կյանքում։ Եվ մարդիկ թեքվեցին ճշմարտությունից դեպի խաբեությունը, դեպի հակառակությունը եւ այն պատիվը, հարգանքը, այն պաշտպանմունքը, որ իրանք պետք է մատուցեին, ասում մոռացան եւ գնացին իրենց ճանապարհներով։ Եվ ես տեսա մի բան, որ սատանայի ծրագրերը չի փոխվել, որ նա նույնն է։ Ամեն մենք ասում ենք Հիսուսը նույնն է երեք, այսօր եւ հավիտյան եւ դա այդպես է, բայց սատանան էլ է նույնը եւ նրա գործելավոճն է նույնը եւ նա չի փոխվել։ Նա ամեն ժամանակ պատրաստվում է սողոսկել մարդու կյանք։ Նա ամեն ժամանակ ուզում է մարդուն հեռացնել Քրիստոսից։ Նա ամեն ժամանակ ջանք չի խնայում, որպեսզի մարդուն տանի դեպի հակառակություն։ Բայց այստեղ ես հասկացա մի բան, որ մարդու որոշումից է։ Մարդը ինքն է որոշում կայացնում ամեն ում հետևի։ Եվ ես հասկացա ու տեսամ, որ Աստված երբեք ոչ ստիպում է, ոչ խնդրում է, ոչ էլ պարտադրում է մարդուն, որպեսզի մարդը գնա իր ուղով։ Այլ նա տալիս է խոսքը երկնքից եւ դնում է մարդու առաջ պահանջը, ահա այսօր ես քո առջև դնում եմ կյանքն ու անեծքն ու օրհնությունը, եւ մարդը ինքը պետք է ընտրի, թե որ կողմն է ինքը գնում, Փառք Հիսուսին։ Ու ես հասկացա մի բան, որ Տերը միշտ պատրաստ է մարդու ապաշխարությունը ընդունելուն։ Չկա մի տեղ, որ երբ որ մարդը որոշի հետ դառնա Աստծո մոտ եւ ապաշխարի սրտանց եւ ընդունի իր սխալները, Աստված չների։ Գիտես, այսօր շատ կարևոր է, որպեսզի մենք հասկանանք, որ չկա անսխալական մարդ, չկա մեկը, որ ինչ որ մի բան մի տեղում չի սխալվել։ Եվ գիտես ամենավատը որն է, որ սատանան այդ մարդուն համոզում է, որ ինքը ճիշտ է։ Եվ մարդը համոզված է, որ ինքը ճիշտ է։ Եվ այդ համոզմունքը կանգնում է Աստծո ճշմարտության դեմ։ Եվ ես տեսամ իմ հոգու մեջ, թե ինչ ոգի է դա, որը մարդկանց խաբում է։ Մարդկանց խաբում է եւ գողանում այն սերը, այն հավատարմությունը, այն ճշմարտությունը, որ Աստված ունի։ Եվ հենց կարևոր, որ Աստված այսօր ուզում է, որպեսզի եկեղեցու մեջ թագավորի նրա սերը։ Գիտես, Աստված գալիս է իր մեծ սիրով եւ իր ձեռքն է մետնում սիրով, հալելույա։ Բայց թե ոնց դու կընդունես այդ ձեռքը, ոնց կբռնես այդ ձեռքից եւ ոնց կգնաս Աստծո հետևից, դա քո որոշումն է։ Եվ գիտես, ես հասկացա մի բան, որ մարդկանց որոշումների վրա ազդում են մարդկանց կարծիքները։ Ստես դու, երբ որ մարդը ինչ որ որոշում ուզում է կայացնի, ինքը կարա ընկնի մի կարծիք, հայտնեն իրան, ու ինքը ընդունի այդ կարծիքը, եւ այդ կարծիքը իրան տանի դեպի սխալ ճանապարհի մեջ, որտեղ ինքը չի նայում Աստծո ճշմարտությանը եւ նրա խոսքի զորությանը։ Եվ հենց դե է սատանան բռնում այդ թույլ տեղը, որտեղ որ չկա այդ միաբանությունը, սերը, եւ ինչ անում սկսում է օգտագործել այդ մարդու կործանման համար, Աստծոց հեռացնելու համար։ Եվ ես հասկացա մի բան, որ որպես հովիվ ես եկեղեցու մեջ, ես պարտավոր եմ ավելի շատ իմ անձը խոնարհեցնեմ Աստծո հետ փոխհարաբերությունները, շտկեմ, որպեսզի կարողանամ անցնեմ այն ընթացքը, որը Տերը տալիս է, հալելույա։ Որտեւ եթե դու այսօր չխոնարհվես Աստծո առաջ եւ չուզենաս այդ փոխհարաբերությունները ճշտես, դու չես կարող Աստծո հետ քայլես, հալելույա, որտեւ ինչ որ բան միշտ քեզ հետ կպայի։ Եվ ես տեսա մի բան, որ այո, շատ մարդկանց մեջ շատ բան կա, որոնք հետ են պահում Աստծո ճշմարտությունից եւ նրանք հետ մնալով ընկնում են ծուղակը։ Մենք իրանք չունենք հետ մնալու։ Կարաս ասես շուրջդ կողքինի դու ասես դու իրանք չունես հետ մնալու։ Դու պետք է համաչափ քայլես Աստծո հետ։
Որտեվ եթե ես էլ եմ ասում, գիտեք հետաքրքիր է որն էր, որ ես իմ հոգու մեջ տեսամ, թե ինչպես է հովիվը, հովում հոտը, եւ ինչպես է նա հետևից չի քշում, այլ նա գնում է արջևից եւ ամբողջ հոտը լսելով նրա ձայնը գնում է նրա հետևից։ Փառք Հիսուսին։ Ու գիտեք շատ ժամանակ մենք մտածում ենք, լավ, ի՞նչն է պատճառը, որ Հիսուսն ասեց, ես եմ բարի հովիվը, ու բարի հովիվը իր անձը դնում է, հա, իր ժողովրդի համար, իր ոչխարների համար։ Ամեն, որն էր այդ անձի ներդրումը մարդու փրկության համար, ամեն, որտեղ ինքը իրեն նվաստացրեց, ստես դու։ Ինքը իրան նվաստացրեց, որպեսզի մյուսները փրկություն ունենային։ Ինքը խաչը ընտրեց, որպեսզի մյուսները խաչի միջոցով ինչ անեին, ապաշխարեին ու գային Աստծուն։ Ինքը կրեց մեր մեղքերը իր վրա, ինքը կրեց բոլոր այն չար բաները, որոնք որ այսօր սատանան ուզում է օգտագործի մարդու համար, ինքը կրեց իր վրա, որպեսզի մենք այսօր հավատալով եւ հավատարմությամբ ազատ լինենք այդ բոլոր փորձություններից։ Եվ ամենակարևորը, սիրելիներս, որ այսօր մենք հասկանանք, ում հետևից են գնում։ Մենք չենք գնում մարդու հետևից։ Գիտեք, մի հետաքրքիր բան է Սուրբ Հոգին խոսում իմ սրտի մեջ, հալելույա։ Նա ասեց, եկեղեցին ես եմ ստեղծել։ Կարաս ասես, եկեղեցին նա է ստեղծել։ Իսկ պատկերացնում եք, եթե նա ինչ-որ բան կառուցում է, ով կարա քանդի։ Ով քանդեց Աստծո ծրագիրը։ Մարդը, թե սատանան։ Ամեն, սատանայի միջոցով մարդը։ Բայց գլխավոր հերոսը, հա, մարդու կործանման սատանան էր։ Որովհետև ինչ արեց, նա կարծիք հայտնեց, մարդուն կարծիք հայտնեց եւ մարդը այդ սխալ բանը վերցրեց, ասեց, «Կեր Աստծո նման կլնես»։ Բայց Աստված արդեն ասել էր, չէ՞, իմ նմանությամբ եմ քեզ ստեղծել։ Բայց չէ՞ որ Աստված արդեն ասել էր, դու ես, հալելույա, ամբողջ իշխանությունը քեզ է տրված։ Ու ինչ արեց սատանան, կարծիք հայտնեց։ Ինքը կարծիք է հայտնում, ինչ որ բանի համար, հալելույա, քեզ բարձրացնելու, մտում թե քեզ բարձրացնելու համար, քո լավն է ուզում, իմացիր, եթե այդ ամենը սիրուց քեզ բաժանում է, հավատարմությունից քեզ հեռացնում է, եւ աղբորդ կամ քրոջդ նկատմամբ քո մեջ, հա, փոթորկեցնում է, հեռաց այդ մարդուց։ Եվ երբեք այդ մարդու հետ կարծիք նրա կարծիքը մի ընդունի, ով ուզում է լինի, եթե ես կլինեմ, ինձանից էլ հեռացի։ Եթե քո ամենահարազատ մարդը կլինի, ով որ իր կարծիքը հայտնելով կարա քեզ, հա, փոթորկեցնի, հեռացեց այդ մարդուց։ Աստված խաղաղության Աստված է։ Ասա մեր Աստված խաղաղության Աստված է։ Եվ նա ճիշտ կարծիք է տալիս, ասում է, ինձ հավատացեք, հալելույա, ամեն, եւ ինձ վստահեք։ Եվ երբեք ոչ ոք ձեզ չի կարա մոլորեցնի։ Փառք Հիսուսին։ Գիտեք, ես շատ եմ աղոթում ու մի տեղ, որ ուզում եմ կարդամ հիմա, հալելույա, շատ հզոր է մեր Աստված։ Ինքը այստեղ է։ Կարաս ասես Հիսուսն այստեղ է հիմա։ Եվ ամենակարևորը, որ ինքն է այստեղ։ Եվ ես լսում էի նրա ձայնը։ Ո՞վ է լսել Տիրոջ ձայնը։ Գաստե մարդը որ լսել է։ Մեղմ ջրերի պես։ Երբ որ ինքը խոսում է, դու հալվում ես։ Երբ որ ինքը խոսում է, դու գիտես ինչ զգում ես քո մեղավոր վիճակը, քո մարդկային վիճակը, որտեղ Պողոսն ասում է, այս մարմինը մեղավոր է։ Ամեն, ամեն ինչի ենթակա։ Բայց երբ որ դու իրան ես լսում ու քո հոգին հավասար մտնում է իր հոգու մեջ, դու լրիվ նոր արարած ես դառնում։ Աստված նոր մարդում ստեղծել է մեր մեջ, որպեսզի նմանեցնի իրան։ Իր խոսքը ասում է, ինձ նմանվեք, հալելույա, որտեղ ես սուրբ եմ, հալելույա, եւ դուք էլ սուրբ պետքա լինեք։ Կարաս ասես սուրբ։ Եվ ես խնդրում եմ քեզ, երբ որ կգնաս, սուրբ հասկացողությունը վերցնա, թե ինչ է իրանից ներկայացնում սուրբ մարդը։ Ով է ինքը։ Ամեն։ Որտեւ եթե դու սուրբ չես, դու չես կարա սրբության հետ գործ ունենաս։ Եթե դու ամեն օր չես սրբվում, մաքրվում, դու չես կարա մտնես խորանը Տիրոջ։ Դու չես կարա աղոթք բարձրացնես։ Որտեւ աղոթքը բարձրանում է այն ժամանակ ու լսելի է լինում այն ժամանակ, երբ որ դու սրտով մաքուր ես, երբ որ դու ազատ ես, երբ որ դու Տիրոջ սիրո մեջ ես, երբ որ դու ունես նպատակ եւ տեսիք Աստծո հետ քայլելու, հալելույա։ Ամեն։ Փառք Տիրոջը։
երանելի օրեր են սպասվելու մեզ։ Ով հավատում, որ երանելի օրեր են սպասվելու։ Հալելույա։ Գիտես, մի տեղ եմ ուզում կարդամ, հետո երկու տեղ ունեմ դրա վերաբերյալ, հալելույա, որ Աստված երբեք ոչ մեկին չի ստիպում, ինքը ամեն բանից տեղյակ է, իր աշկերը հսկում են, ու ինքը նայում է մեր խոսակցություններին, մեր կյանքին։ Նա ոչ մի բան Աստծո աշկից չի վրիպում։ Դուք այստեղ եք։ Ասա ոչ մի բան մեր Աստծո աշկից չի վրիպում։ Ամեն բան վերահսկողության տակ է։ Աստված ամեն բան վերահսկում է, հալելույա։ Ամեն։ Ես ուզում եմ կարդանք հայտնություն, հալելույա, 7-րդ գլխից։ 9-րդ խոսքում ասում է. «Եվ սրանից հետո տեսա, եւ ահա մի շատ ժողովուրդ, որ ով ոչ չէր կարող համարել, ամեն ազգից, ցեղից եւ ժողովուրդներից եւ լեզուներից կանգնած Աստծո աթոռի առջև եւ գառե առաջին, եւ սպիտակ հանդերձներ հագած, եւ իրենց ձեռքերումն արմավեններ։ Աղաղակում էին բարձր ձայնով եւ ասում. «Փրկությունը մեր Աստծուն, որ նստում է աթոռի վրա եւ գառին», հալելույա։ Փառք Հիսուսին, ամեն։ Ով էին երկնքում սպիտակ հանդերձներ հագածները։ Ու տեսեք ինչ ասում 13 խոսքում ասում է. «Եվ երեսներից մեկը պատասխանելով ասեց ինձ. սրանք որ սպիտակ հանդերձներ են հագել, ով են եւ կամ որտեղից են եկել»։ Գիտեք, ընեցել կպեր էստեղ ասեց, Հովհաննեսին հարց է տալի, երեսներից մեկ ասում է, այս սպիտակ հանդերձներ հագածները ով են ու որտեղից են եկել։ Փառք Հիսուսին։ Ամեն։ Ասա Տերը պատրաստում է այստեղից։ Նորից ասա Տերը մեզ պատրաստում է այստեղից։ Արդյոք մենք այսօր սպիտակ հանդերձներ կանգնենք, որտեղ 3-րդ գլխում էլ հայտնության ասում է, եւ նրանք իրենց հանդերձները չկեղտոտեցին, այլ սպիտակ հանդերձները, ամեն հակած, իմ հետ ման կգան։ Ու ես հասկացա մի բան, միչև մենք չմաքրվենք, սրվենք եւ այդ սպիտակ հանդերձները չհագնենք, մենք չենք կարա իր հետ ման գանք, որտեղ մենք ինչ սուտ խոսենք։ Ու այսօր Աստված ուզում է, որպեսզի մենք ամբողջապես մեր սրտերը տանք իրան։ Ուզում է, որպեսզի մենք գանք ապաշխարությամբ։ Ուզում է, որ մենք գանք ու մեր սխալները հայտնենք իրան։ Ուզում է, որ գանք, գիտես, ոչ թե լինենք կեղծավորների պես, այլ նմանենք իրան նման։ Որ ամեն մեկս սիրելով, ոչ թե խոսալով, հալելույա, որտեղ այսօր շատ մարդիկ կանան շատ բաներ խոսան ու շատ կարծիքներ հայտնեն։ Հիսուսին էլ էին ասում. եթե Աստծո որդին ես, իջիր։ Ուրիշներին բժշկում էր, հիմա քո անձը բժշկիր։ Շատ բաներ էին ասում, բայց դա ոչ մի բան չխանգարեց Քրիստոսին մինչև վերջ գնալուն։ Ասա ոչ մի կարծիք չկարողացավ Քրիստոսին կանգնեցնելու։ Ու Տերը երբ որ խոսում էր, ինքը ասեց՝ մի նայի մարդկանց կարծիքներին, այլ նայի ինձ։ Նայի թե ես ինչ եմ ասում, նայի թե ես ինչ եմ սովորեցնում, նայի թե ես ոնց եմ քեզ տանում, հալելույա, որտեղ Աստծուն ոչ մեկի կարծիքը չի հետաքրքրում, նա սրտեր եւ երիկամուկներ քննող Աստված է։ Փառք Հիսուսին։ Եվ գիտեք, այո, կարծիքները կանան գցեն մարդուն, կարծիքները կանան մոլորեցնեն մարդուն, հակառակության բերեն։ Շատ բաներ կարան անեն, բայց դե հարց է տալի, որտեղից են գալիս։ Հալելույա, փառք Հիսուսին։ Ասա փառք Հիսուսին։ Դու ուրախ ես։ Այո, դժվար է։ Դու գիտես, որ դժվար է հավատացյալ լինելը։ Այն էլ մաքուր հավատացյալ լինելը։ Որտեւ եթե այսօր դու, ես չեմ ասում, որ Աստված ամեն բան գիտի, Աստծո աշկերի առջև ենք եւ նա մեր սրտերը քննում, եւ եթե դու ասես ոչ, դու ինչ կանես սուտ խոսես Աստծո առաջ։ Բայց պետք չի որ դու քո կողքին ասես, այլ դու Աստված։ Ստես դու, բայց երբ որ դու լիարժեք ապաշխարում ես, հալելույա, ամեն Աստված ներում է։ Ու արդեն ոչ թե գիտես խոսալով, այլ գործերով երևում է, արդյոք դու փոխվել ես, թե դու փոխված ես։ Հալելույա։ Ամեն։ Գիտեք, այնքան բաներ Տերը ցույց տալի ու ես զարմացել էի։
Ես զարմացել եմ, ասում եմ Տեր իմ Աստված, այս ժամանակը, որ ես վերցրել եմ քո հետ, հալելույա, այնքան հիանալի ժամանակ է։ Գիտես, շատ ժամանակ մենք մտածում ենք հեշտ ճանապարհ է, հեշտ չի։ Շատ դժվար, նեղ, քարքարոտ, փշոտ, հալելույա, անցնում ես, ու տեսնում ես Աստված կանգնած է, հալելույա։ Քո հետևում։ Ասա Աստված ինձ թիկունք է կանգնած։ Հալելույա։ Եվ տեսեք ինչ ասում, սրանք են, որ գալիս են այն մեծ նեղությունից։ Ասա քրիստոնյան պետք է նեղություն քաշի։ Ստես դու։ Ոչ թե դու պետք է ասես հալած յուղի պես կյանք ունենաս, ասում ես սրանք գալիս են այդ մեծ նեղությունից։ Դու գիտեք, որ աշխարհը նեղության մեջ է։ Դու գիտեք, որ քրիստոնեական կյանքի մեջ ապրելը դա նեղություն է քեզ։ Որտեղ մարմինը չի ընդունում, բայց հոգին հոժար է։ Փառք Հիսուսին։ Ամեն։ Ասա հոգին հոժար է։ Փառք մեր Աստծուն։ Այո, հոգին հոժար է։ Եվ շատ կարևոր է, որ այսօր մենք սիրելիներս կարողանանք ու այսօր օրնա։ Որ մենք շարունակենք ընթանալ Աստծո հետևից մինչև վերջ ու նրա կամքը կատարելով, ինչ անենք, Աստծուն փառավորենք։ Հալելույա։ Ամեն։ Այո, սրանք են, որ գալիս են, հալելույա։ Ամեն։ Նեղությունից եւ իրենց հանդեսները լվացին եւ սպիտակացրին գառի արյունով։ Սրանք են, որ գալիս են այդ մեծ նեղությունից, որոնք իրանց հանդերձները մաքրեցին գառան արյունով։ Ասա Քրիստոսի արյունը այսօր։ Բայց երբ է մաքրում, երբ որ մենք խոստովանում ենք իրան, երբ որ մենք ասում ենք ներիր մեզ Տեր, ներիր մեր սխալ վարվելաձևին, ներիր մեր սխալ խոսքերին։ Գիտեք, շատ ժամանակ մենք մտածում ենք, որ մենք կանանք ամեն ինչ անենք։ Ես այդ եմ ասում, ես ասել մարդը, հպարտ մարդը, որ ինքը գիտի, որ ինքնա որ կա, ինքը ամեն բան գիտի, ամենաթիրախային գոտում է կանգնած։ Իր կողքը ոչ թե Աստված է կանգնում, այլ Սատանան։ Որտեւ Աստծո խոսքը ասում է, եթե դու մտածում ես, որ դու մի բան գիտես, դեռ դու ոչինչ չգիտես, բայց եթե դու ասում ես, ես ամեն բան գիտեմ, դա Աստված չկա։ Դա Սատանան է կանգնած։ Ասա դու ոչ մի բան չգիտես, որովհետև եթե դու իմանայիր, հալելույա, արդեն ընդ կմնեիր։ Փառք Հիսուսին։ Ասա փառք Հիսուսին։ Ոչ ոք ոչ մի բան չգիտի, բայց մենք ձգտում ենք իմանալու։ Մենք ձգտում ենք Աստծո հետ ինչ անելու, իմաստություն ստանալու, ձգտում ենք Աստծո ստանալու իր խոսքը ճշմարիտ, որ ոչ թե ապրենք ամեն փարիսեցիների նման, կեղծավոր, այլ լինենք հավատարիմ, մաքուր, սրբված, ճշմարիտ քրիստոնյաներ։ Հալելույա։ Փառք Հիսուսին։ Գիտես չի կարա երկու տեսակ լինի։ Մի տեսակի քրիստոնյա պետք է լինի։ Հիմա մենք որ տեսակի մեջ ենք։ Հալելույա։ Ու ես նայում եմ ու Տերը ցույց էր տալի, ասում էր նայ երկու տեսակի։ Ամեն 3 տեսակի։ Որ տեսակի մեջն եք դուք։ Դուք Աստծո հոգու մեջ եք, թե դրսում եք։ Ում հետ եք։ Կա մի տեսակ, ասա կան մի տեսակ, եւ այդ տեսակն է մտնելու երկինք, որոնք սպիտակ հանդերձներ կհակնեն ու չեն կեղտոտի։ Ստեք դուք։ Չկա մեկը, որ կեղտոտ հանդերձներով գնանդե։ Չկա մեկը, որ կեղտոտ հանդերձներով ստե Հիսուս հետ ման գա։ Չի գրած ասում նրանք իմ հետ ման կգան։ Ամեն տեղ հայտնության մեջ խոսում է նրա մասին, ասում է լավ ես անում, այս բանը լավ ես անում, բայց այս ինչ բանի մեջ դերացել ես, ապաշխարի։ Ու դու ասում ես ինչով ապաշխարեմ։ Ես ամենալավն եմ, ես գիտես, ես այնց տե ասում է, դու։ Ոչ ես, այլ դու Հիսուս ջան։ Քո ճշմարտությունը։ Գիտես կա մի ճշմարտություն։ Չես կարա դու փոխես Աստծո ճշմարտությունը, ու չես կարա գիտես քո ուզածը թելադրես ոչ ոքի, որտեղ մարդը ինքը չի կարա իր ուզածով առաջ գալի, ոչ էլ եկեղեցի առաջնորդի, ոչ էլ մի հոգու ընդհանրապես առաջնորդի։ Եթե ինքը կապի մեջ չի Սուրբ Հոգու հետ։ Դու պետք է Սուրբ Հոգու հետ լինես եւ լսես, հալելույա, նրան, եւ որտեղ Աստված ցույց է տալիս,
Հոգևոր մարդը ամեն բան քննում է, բայց ոչ մեկից չի քննում, եւ նա տեսնում է մարդու սրտի մեջի կատարվող ամեն իրադարձությունը, եւ ինչ անում, թույլ չի տալի, որ այդ խմորը, գիտեք, ասում է, զգուշացեք փարիսեցիների խմորից, որտեղ մի փոքր թթ խմորը ամբողջ զանգվածը ինչ անում, խմորեցնում է։ Ու գիտեք, հետաքրքիր մի բան, ես չեմ ուզում, որ ձեր կյանքի մեջ սատանայի թթ խմորը խմորեցնի քեզ։ Ու այսօր օրն է։ Ասա այսօր օրն է։ Դու պետք ես ինձ Հիսուս։ Ասա Հիսուս, դու պետք ես ինձ։ Նորից ասա Հիսուս, դու պետք ես ինձ այսօր։ Հալելույա։ Գիտեք, սատանան ամեն ինչ անում է, սիրելիներս, ես ասում եմ, Տեր իմ Աստված, ինչ ես թույլ տալի, ինչ ես թույլ տալի, ասեց, ես տվել եմ իրանց որոշում, ինչ ես թույլ տալի Հիսուս, մարդը գնում է կործանման, ինչ անեմ ես, Տեր, ես չգիտեմ ինչ անեմ, Տերը ասեց, ես գիտեմ, ու ես հասկացա մի բան, որ Աստված չի խառնվում քո որոշմանը, ինչպես անառակ վարդին, գիտես, բաժանես, երկուսին էլ բաժանես, տվես, նրան էլ, իր բաժինը տվես, մյուսին էլ, բայց նա վերցրեց ու գնաց ուրիշ տեղ, ու վատնեց, անառակ կյանքով ապրելու, գիտեք, սիրելիներս, նույն ծնողի զավակներն էին, ու այսօր եկեղեցում կարան լինի դա, որ գիտես, մարդը օրհնությունը Աստծո վերցնի ու գնա անառակ կյանքով ապրի ու վերջնական քաղցա լինելու հոգևոր։ Ոչ թե միայն ֆիզիկական, այլ հոգևոր քաղցա լինելու։ Եվ նա չի կարող այլևս Աստծո հետ այդ փոխհարաբերությունը ունենա, միջև չգիտակցի։ Միջև ինքը չգիտակցի, որ կա մեկը, որը որ ամեն բան գիտի, որը սպասում է իրան։ Ու այսօր Աստված սպասում է յուրաքանչյուրից։ Ես քեզ ասում եմ, այսօր Աստված յուրաքանչյուրից սպասում է։ Որ գաս ու ապաշխարես, որ գաս ու ասես Տեր իմ Աստված, ների իմ մեղքերը, ների իմ սխալները եւ քո սիրով լցրա։ Փառք Տիրոջը, ասա փառք Տիրոջը։ Մեծ նեղությունից եւ իրենց հանդերձները լվացին, ես սպիտակացին գարի արյունովը, նրա համար Աստծո աթոռի առաջին են եւ պաշտում են նրան ցերեկ եւ գիշեր նրա տաճարի մեջ, հալելույա։ Ասա սպիտակ հանդերձներով մարդը, օր ու գիշեր, նորից ասա օր ու գիշեր, սիրելիս, օր ու գիշեր, պաշտում են Տիրոջը։ Ոչ թե նրանց միտքը զբաղված է, ես գիտեք, սխալ չհասկանաք, չի ասում Աստված մի աշխատեք, մի ունեցեք, աշխատեք։ Տերը, եթե չուզենար, որ աշխատեք, չէր ասի, որ քո ձեռքի աշխատանքը կորտնեմ։ Բայց եթե լսես ու զգուշությամբ կատարես, այն բոլոր պատվիրանները, որոնք ես այսօր տալիս եմ, գիտեք, սիրելիներս, գիտեք, մի ծայրահեղությունից շատ ժամանակ քրիստոնյաներ ընկնում են մի ուրիշ ծայրահեղության մեջ։ Խառնում են ամեն բան։ Կա մի ճշմարտություն, եւ այդ ճշմարտությունը Աստծո սերն է։ Աստծո սերը, որը ծածկում է շատ բաներ, հալելույա, որ դու քեզ էլ ուզում տեսնես։ Բայց երբ որ դու տեսնում ես ու ասում ես Տեր ինչու, հալելույա, ես ուզում եմ հասկանամ, ստե ասեց, որտեղից են գալիս։ Ու գիտես Տերը խոսում էր իմ սրտի հետ, ասում էր, ուր են գնալու։ Դու ուր ես տանում իրանց։ Ինչ ես ասում իրանց, արդյոք եկեղեցու անդամները, ծառայողները սպիտակ հանդերձներով են ման գալիս։ Արդյոք նրանց իրանց հանդերձները իմ արյունով մաքրելու սրբել են։ Ասա Քրիստոսի արյունը մաքրում եւ սրբում է մեզ։ Եվ մենք այդ սրբված սպիտակ հանդերձներով պետքա քայլենք Քրիստոսի հետ օր ու գիշեր նրան փառավորելով, նրան մեծարելով, նրան պաշտելով, ողջ փառքը նրան տալով, հալելույա։ Այլ ոչ թե ապրենք մեզ համար, քնենք մեզ համար, արթնանանք մեզ համար, ոնց ուզենք անենք մեզ համար, մենք մերը չենք։ Երես մի հետաքրքիր բան էր Սուրբ Հոգին ասում, նոր երգում էին ու փառք Աստծո այդ երգի համար, սա ոնց որ ընտրված երգեր էր Սուրբ Հոգուց տրված, մի նեղացրեք Սուրբ Հոգուն։ Մի նեղացրեք, հասկանում եք, որ ձեր խոսալով, ձեր վարմունքով, ձեր գործողություններով վիրավորում եք նրան։ Որ
ձեզ թանկ գնով գնեց։ Որ ձեզ ասում եմ դուք մենակ չեք, ես դե որ չեք, որտեվ ես ձեր հետ եմ, ձեր մեջ եմ, ձեզ վրա եմ, հալելույա, դուք ինձ պետքա ճանաչեք։ Աշխարհին չի ասում, աշխարհը չի ճանաչում, որովհետև իրանց հետ չի, բայց Սուրբ Հոգին այստեղ է, եւ դու, ասա ես, բացացա ձեռքերդ, ասա ես։ Պետքա ճանաչեմ Հիսուսին, պետքա ճանաչեմ Սուրբ Հոգուն։ Ինչի պետքա ճանաչեմ, որտեղ նա այստեղ է, մեր հետ է, մեր մեջ եւ մեր վրա։ Ասում աշխարհիկների համար հիմարություն է, բայց ձեզ փրկվածների համար իմաստություն։ Ո՞վ է սատանան։ Սուտասան։ Բանսարկու։ Ու գիտեք, հետաքրիր մի բան էր։ Եթե մարդը ուզում է ինչ-որ մի բան սարքի, ինքը ստիքյան դառնում է սատանայի գործիքը։ Բան սարկում ո՞րն է, բան սարքեց, մի հատ խառնաշփոթ սարքեց, մարդուն գցեց դիրքից, ու ուրախացավ, ասեց ինչքան լավ էր։ Ու այսօր ցավոք սրտի կան մարդիկ, որոնք ուզում են չեղած տեղից բան սարքել։ Ես այսօր զգուշացնում եմ ձեզ սիրելիներս, երբեք ոչ մեկի վրա բան չսարքեք։ Եթե կարողանում եք, միայն աղոթեք։ Եթե ինչքան ձեզանից հնարավոր է, սիրեք։ Ինչքան ձեզանից հնարավոր է, խոնարհվեք Աստծո։ Բայց ոչ մեկի վրա ոչ մի բան մի սարքեք։ Որտեղ ինչ որ մեկի վրա բան սարքելը դա բանսարկություն է եւ սատանայի բնավորությունը։ Ես տեսամ, գիտես, տեսա լավ արեցիր։ Աստված ասում է սերը ծածկում է, Հիսուսը չտեսավ։ Հիսուսը տեսավ։ Նա տեսավ ով պետքա դավաճանի, նա տեսավ ով պետքա ուրանա, նա տեսավ ով պետքա փախնի, նա տեսավ ով պետքա գնա իրանից, նա տեսավ ով է պահանջատիրական եկե իր մոտ, նա եկավ տեսավ, ամեն բան տեսավ, հալելույա, բայց նա երբեք իր կարծիքը չհայտնեց։ Նա ասեց Աստծո խոսքը։ Կամ նա իր ազգուշությունը բերեց, մարդուն ասեց նայեք, սա է ճանապարհը, հալելույա, ամեն, սա է ճանապարհը, եթե դու ընտրում ես այդ ճանապարհը, ուրեմն դու պետքա իմ կանոններով քայլես եւ իմ պատվիրանները պահես։ Եթե դու այդ պատվիրանները չես պահում, դու իմ աշակերտը չես կարող լինես եւ իմ հետևորդը չես կարող լինես, որտեղ դու բան սարքող ես։ Այսօր օրն է։ Հալելույա։ Ասա այսօր օրն է։ Ու Աստված ուզում է մաքրի մեզ։ Ես այնքան աղոթում եմ, Տեր իմ Աստված, հալելույա, թևերս թուլացել են, տկարացել եմ, Տեր իմ Աստված, աչքերս էլ արդեն լավ չի տեսնում։ Հալելույա, գիտեք, այդ ամեն հարցակման ժամանակ դու զգում ես քո տկար, անպիտան եղնելդ։ Եթե հոգին չլինի, ստես դու քո կյանքդ կմարի։ Սուրբ Հոգին է, որ կյանք է տալի, Սուրբ Հոգին է, որ ուրախություն է տալի, ուժ է տալի, զորացում է տալի, Սուրբ Հոգին է, որ առաջնորդություն է տալի, տեսիլք է տալի, իրագործելու են ամենը, ինչ որ իրանից գալիս է, հալելույա։ Եվ դու հասկանում ես, որ դու իրավունք չունես թուլանալու, տկարանալու, դու միշտ կանգնած լինես Աստծո առաջ, մատուցելու այն պատարակները, որը Տիրոջը հաճելի են, հալելույա։ Ու ես ասում եմ Տեր իմ Աստված, առավոտ կանուխ, քեզ փնտրողները կգտնեն, հալելույա, Սուրբ Հոգին ասեց այո, առավոտ կանուխ, ինձ փնտրողները գտել են եւ գտնելու են։ Փառք Հիսուսին։ Ու ես տեսամ իմ մեղավորությունը, իմ մեղավոր կյանքը տեսամ։ Աստված ցույց տվեց։ Հալելույա։ Եվ ես ապաշխարեցի, ասի Տեր ներիր, հալելույա, այն ամենալավ քնից ժամանակը չեմ տվել քեզ, ներիր, որովհետև Տերը ուզում է քո այն ամենալավ ժամանակը։ Փառք Հիսուսին։ Այո, ամենալավ ժամանակը ես պետք է տամ Տիրոջը, հալելույա, որպեսզի զորություն առնեմ նրանից։ Գիտես, երբ է խոսում Տերը, երբ որ ոչ մեկ չի խանգարում։ Ու գիտես, հետաքրիր մի բան էր, Տերը ցույց էր տալի, ասում էր նայի, մարդիկ կան, որոնք ինձ պաշտում են, մարդիկ կան, որ իմ անունն են տալիս, հալելույա, բայց գիշերը մինչև ժամը 4 հեռախոսների մեջ նստած են։ Բայց իմ խոսքից մի նշույլ անգամ չեն կարդում։ Կես ժամ 10 րոպե չեն տալի աղոթքին։
Որն է ճիշտը։ Որն է ճիշտը, սիրելիներս։ Ճիշտ է դա։ Տերը սիրող է, Տերը ներող է, Տերը կամեցող է, նա մեկնել է ամեն մեկիդ իր ձեռքը։ Ու եթե դու այսօր բռնես, իր ձեռքը ինքը բարձրացնի քեզ։ Դու չես մնա այդ ընկած վիճակում։ Հալելույա։ Փառք Տիրոջը։ Գիտես, մենք Քրիստոսի միտքը պետք է ունենանք։ Ու նա ասում էր, դու իրավունք չունես ուրիշ բան մտածելուց, դու իրավունք չունես ուրիշ բան մտածել։ Ես ասի, Տեր, բայց ես մարդ եմ, ես չեմ կարող մտածեմ, ես չեմ կարող կարծիքը հայտնեմ։ Ոչ, դու իրավունք չունես քո կարծիքդ հայտնես եւ դու իրավունք չունես ուրիշ բան մտածելուց, քանց թե այն ինչ որ քեզ տրված է։ Ասա Աստված ինձ տվել է մտածելու չափ, գործելու չափ։ Դրանից ավելին մտածելով սատանան կարա կանգնի ու քեզ մոլորեսնի։ Ու ինչ որ մեզ տրված է, խոնարհաբար կատարենք, հալելույա։ Սիրենք միմյանց, որովհետև սերը Աստծուց է։ Ու ես հասկացա, եթե ես չսիրեմ, ես չեմ կարող ծառայեմ, եթե ես չներեմ, ես չեմ կարող ծառայեմ, որովհետև իմ աղոթքները լսելի չեն դառնա։ Ես քանդել եմ բոլոր խոչընդոտները իմ ու Տիրոջ առջև, որովհետև Քրիստոս քանդեց թշնամության պատը, բայց մարդիկ իրենց սխալ վարմունքով նորից պատ են կառուցում, որովհետև նրանց աղոթքներն էլ չի լսվի։ Փառք Հիսուսին, թող փառաբանության խումբը գա, հալելույա։ Մի տեղ եմ ուզում կարդամ ու մենք աղոթենք։ Ես հավատում եմ մյուս կիրակի ես աղոթել եմ բոլորի համար։ Ես աղոթում եմ, որպեսզի Տերը խոսք տա։ Ու յուրաքանչյուրին դրած հատիկ առ հատիկ ամեն մեկի համար աղոթում եմ։ Ու հավատում եմ, որ Աստված խոսքը տա։ Բայց այսօր օրն է։ Արեք թույլ տանք, որ Քրիստոսը իր սուրբ արյունով մաքրի ու սրբի մեզ, որ մենք ամեն սպիտակ հանդերձներով այստեղից դուրս գանք։ Ով է ուզում սպիտակ հանդերձներով դուրս գա։ Քո ապաշխարության խորը ապաշխարության կանգնի Աստծուն ասա, հալելույա, այն ամենը ինչ որ քո մեջ եռում է։ Այն ամենը ինչ որ Աստծուց չի։ Հալելույա։ Այնտեղ է սատանայի ամենամեծ զենքը, երբ որ բերում է մի փոքր, ասա մի փոքր թթխմորը։ Գիտեք, եթե մենք ճիշտ ժամանակին չկանգնենք դրա դեմ, դա ինչ կանի, կտարածվի մի փոքր թթխմորը, զգուշ եղեք փարիսեցիների հացից, խմորից։ Ինչն էր դա այդ փոքր կեղծավորության, գիտես այդ սխալ վերաբերմունքի, Աստծո հետ փոխհարաբերության ոչ ճիշտ վարվելաձևի խմորը գալիս է գցում է ու շո վերջացա մեկ էլ տեն մեզ գնաց։ Չես կարա կանգնեցնի այլևս։ Եթե ամբողջ խմորը խմորվեցավ, նրան ոչ մի բան այլևս հնարավոր չի անել։ Մնում է ինչ անել, թազա սկսել ինչ-որ մի բան։ Որտեղ խմոր չի լինելու։ Ու Տերը խոսած իմ սրտեդ ինքը ասեց, այո, ժամանակը եկել է, հալելույա, որ ամեն թթխմոր հանվի ու շպրտվի, քանի ամբողջ զամբածը չի թթվել։ Հիսուս ջան, փառք ես։ Ես ուզում եմ կարդամ առաջի Պետրոսից։ Դուք ընդհանրապես պատկերացնում եք, որ ոնց է սատանան քրիստոնյայի հետևից ման գալիս։ Դուք գիտեք, որ ինքը ման է գալի յուրաքանչյուր, հա, վերստին ծնված մարդու հետևից, քայլ առ քայլ, հետևիցդ։ Ասում եմ ման է գալի։ Հա, ով սատանան։ Ձեր ոսող թշնամին գոռոզ առյուծի նման ման է գալի, հետևիցդ։ Ու մի մտածի, որ դու իր ուշադրության կենտրոնում չես։ Միշտ իր ուշադրության ոնց որ Աստծո ուշադրության կենտրոնում ես, նույն ձև է սատանայի ուշադրության կենտրոնում ես։ Հետևիցդ ման է գալի։ Մի հատ սխալ խոսք, всё, բռնեց։ Մի հատ հակառակ խոսք, բռնեց։ Ու ես վստահեցնում եմ քեզ սիրելիս։ Այսօր օրն է։ Ես խնդրում եմ, որ հենց հիմա, հենց այսօր, հենց այս վայրկյանից սկսած, խոնարհեցնես քո անձը ու սկսես աղոթել Տիրոջը։
Հիսուս դու պետք ես ինձ։ Հիսուս դու պետք ես ինձ։ Հալելույա։ Առաջի գլուխ 3 խոսքից օրհնյալ է Աստված եւ մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հայր, որ իրար առատ ողորմությամբ համեմատ մեզ վերստին ծնեց դեպի կյանքի հույսը։ Դա այստեղ ես։ Հիսուս Քրիստոսի մեռելներից հարություն առնելով է դեպի այն ամերձ եւ անարատ եւ անթառամ ժառանգությունը, որ երկնքում պահված է ձեզ համար։ Հիմա դուք պատկերացնում եք, որտեղից պետք է սկսվի, որտեղ Տերը իրանը արել է, մնում է մենք մերը անենք։ Որ Աստծո զորությամբ, Աստծո զորությամբ պահպանվում եք հավատքով դեպի պատրաստված փրկությունը, որ հայտնվելու էր հետին ժամանակում։ Որ նրանով ուրախանաք, թե հիմա ինչպես որ հարկը պահանջում է մի քիչ տրտմած եք, կերկեր փորձանքների մեջ, որ ձեր հավատքի փորձառությունն ավելի պատվական գտնվի, քան կորստյան ոսկին ու կրակով է փորձվում, գովության պատվի եւ փառքի համար Հիսուս Քրիստոսի հայտնությունումը։ Որին չտեսած սիրում եք, որ նրան հավատացիք, թե հիմա չեք տեսնում։ Եվ ուրախ եք անպատմելի եւ փառավոր խնդությունով, ձեր հավատքի վաղճանն ընդունելով, այսինքն հոգիների փրկությունը։ Որ այդ փրկության համար որոնեցին եւ քննեցին մարգարեները, որ մարգարենում էին այն շնորհքի համար, որ լինելու էր ձեզանում։ Ասա Տերը մեծ շնորհք ա տվել մեզ։ Քանզի թե որ եւ ինչպիսի ժամանականամ էր գուշակում Քրիստոսի հոգին, որ նրանցում էր առաջուց վկայելով Քրիստոսի չարչարանքները եւ նրանից հետո լինելու փառքը։ Փառքն է իջե Տիրոջ։ Ես ասում եմ փառքը իջնելու է, արդեն իջել է եկեղեցու վրա։ Որոնց հայտնվեցավ, որ ոչ թե իրենց անձերին, այլ մեզ էին մատակարարում այն բաները, որ հիմա պատմվեցավ ձեզ նրանց ձեռովը, որ ավետարանեցին ձեզ Սուրբ Հոգով, որ երկնքից ուղարկվեցավ, որի մեջ հրեշտակները ցանկանում են տեսնելով թափանցել, հալելույա։ Կանգնած են, հրեշտակները կանգնած են, թե ումը մոտենալու Սուրբ Հոգին, որ ինչ անեն, ներթափանցեն։ Եթե դու, որպես մարդ, Աստծո մարդ, Սուրբ Հոգով լցված, քայլում ես Աստծո հետ, ուզում ես մտնես իր մեջ, հրեշտակները, գիտես ինչ են փափագում են այդ վարքյանները ունենան։ Աստված արժևորել է մեզ։ Բարձրացած ձեռքդ ասա շնորհակալ եմ, որ դու ինձ արժեք ես տվել։ Ես արժևորված եմ։ Եվ սատանա դու չես կարող ինձ արժե զրկես։ Չես կարող ինձ ինքնադատարկման մեջ գցես։ Ես ազատ եմ, ասա ես ազատ եմ։ Ու Տերը խոսում է, գիտես են մտքերի համար, որոնք այսօր մարդկանց տանջում են։ Ամեն ճշող միտք թող Հիսուսի անունով հենց հիմա, ես ասում եմ հենց հիմա, թող քանդվի ու հեռանա ամեն մեկիդ կյանքից։ Թող քանդվեն սատանայի բոլոր ծրագրերը։ Եվ թող գա մեր Տիրոջ հրաշալի սուրբ ձեռքը ամեն մեկիդ կյանքի վրա։ Եվ նրա հովանին թող հովանի անի քեզ այսօր, հալելույա եւ հավիտյան։ Սուս Քրիստոսի հայտնությունը հնազանդ որդկանց պես չնմանվելով այն ձեր տգիտության ժամանակի առաջի ցանկություններին, այլ ձեզ կանչող Սուրբին պես դուք էլ սուրբ եղեք ձեր բոլոր վարքերում։ Ասա Հիսուսն ուզում է, որ ես սուրբ լինեմ։ Պողոսն ասում է, Պետրոսն ասում է, ձեզ կանչող Սուրբին պես դուք էլ սուրբ եղեք ձեր վարքերում։ Որտև գրված է, սուրբ եղեք, որ ես սուրբ եմ։ Եվ դե հայր եք կանչում նրան, որ առանց աչառության դատաստան է անում ամեն մեկի գործին պես, ապա ձեր պանդխտության ժամանակ վախով վարվեցեք։ Փառք Հիսուսին։
Ամեն։ Ձեր բանդխտության ժամանակ վախով վարվեցեք, որտեղ չգիտեք ժամանակները։ Ծախու առեք եւ Տիրոջ հետ հաշտվեք։ Գիտենալով, որ ոչ թե ապականացու արծաթով կամ ոսկով փրկվեցեք ձեր հայրենավանդ ունայն վարմունքիցը, այլ Քրիստոսի պատվական արյունով, որը որ մեզ սվիտակ հանդերձնել է այսօր տալու, հալելույա։ Քրիստոսի պատվական արյունով։ Փառք Հիսուսին։ Ինչպես մի ամբից եւ անարատ գառի, որ առաջից ճանաչված էր աշխարհի սկզբից առաջ, բայց ժամանակների վերջում երևեցավ ձեզ համար, ձեզ նրանով այն Աստծուն հավատացողներից, որ նրան մեռելներից հարուցեց, եւ փառքը նրան, որ ձեր հավատքը եւ հույսն Աստծո վրա լինի, հալելույա։ Բացացած ձեռքերդ, արեք կանգնեք սիրելիներս։ Տեր իմ Աստված, ես բերում եմ եկեղեցին քո սուրբ գահի առջև։ Բերում եմ ամեն մեկին այստեղ, Տեր ջան, նրանց ովքեր այստեղ են եւ ովքեր այստեղ չեն։ Բոլորին, Տեր իմ Աստված, բերում եմ քո սուրբ գահի առջև։ Եվ հավատում եմ, որ դու ես, Տեր, հիմա այս ամենը տեսնողը, Տեր։ Եվ հավատում եմ, Տեր, որ դու կներես մեզ, Տեր, այն ամենի համար, ինչ որ մենք չենք արել։ Որտեւ դու ամեն բան գիտես եւ քո աշկերի առջև ենք մենք, Տեր, եւ ոչ մի բան ծածուկ չի կարող լինել քո առջև, Տեր։ Այո, Տեր իմ Աստված, մենք խոնարհվում ենք քո առջև եւ ապաշխարում, ներիր մեզ, Հիսուս։ Եվ քո սուրբ արյունով, քո թանկ սուրբ արյունով մաքրիր եւ սրբիր մեզ, Տեր։ Հանիր մեր վրա այս կեղտոտ հանդերձները եւ նոր հանդերձներ հագցրա, Տեր, որպեսզի մենք այդ չկեղտոտված մաքուր սպիտակ հանդերձներով քո հետ ման գանք այստեղ եւ երբ որ ժամանակը կգա նաեւ այնտեղ, Տեր, որտեղ որ դու մեզ սպասում ես, թող օրհնված լինի այսօր ամեն մեկը այստեղ, Տեր։ Ես հավատում եմ Սուրբ Հոգի ջան, որ դու կշարժես մեզ, որ դու կտաս մեզ, Տեր, իմաստություն, որ դու մեզ հեռու կպայես չարից, որ դու թույլ չես տա, Տեր, որ եկեղեցին գնա մարդկային կարծիքների ճանապարհով, այլ եկեղեցին գնալու է քո խոսքով, Տեր, եւ քո ճանապարհով։ Այո, Տեր, դու ես մարմնի Տերը եւ եկեղեցու գլուխը։ Եվ ես խոնարհվում եմ քո առջև, Տեր, եւ բերում եմ այն ամենը, այն իշխանությամբ, որ ինձ տրված է, Տեր։ Դու սկսեցիր եւ դու էլ վերջացնելու ես, Տեր։ Եվ ամեն բան քո փառքով է վերջանալու։ Այսօր եւ հավիտյան։ Թող որ ամեն մեկը հիմա, Տեր ջան, խնդրում եմ քեզ, հետ դառնա դեպի քեզ, Տեր, ամբողջ հոգով, սրտով եւ ամբողջ էությամբ, եւ ողջ փառքը տա քեզ, որտեղ դու արժան ես, հալելույա։